Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Երբ որ դուք խոսում եք այդ մեր հատկապես առանձնատների մասին, ես կարծում եմ, որ մենք տենց փոքրիկ ամրոցներ ենք կառուցում, ոչ թե տներ մեր համար, որ պաշտպանվենք, ենթադրում եմ ժամանակին դրա կարիքը եղել է, բարձր պարիսպներով, այդ ձեր ասած բոլոր հարմարությունները, որ ամեն ինչ փոքր միջնաբերդ, հա, որտեղ կարելի է ապրել երկար, մեծ բաներով, նկուղներով, որտեղ կարելի է ամիսներով ուտելիք պահել եւ այլն, եւ այդ տրանսֆորմացիան պետք է տեղի ունենա, ես կարծում եմ, որ տեղի է ունենում, ու այդ մեր թաղամասերը 16 միլիոնների ու ոչ միայն, էլի ուրիշ տիպային թաղամասեր էլ կան, բերում են դրան, որ աստիճանաբար պարիսպների բարձրությունն է իջնում, նյութերն են փոխվում, փքարը դառնում է փայտ, փայտը դառնում է ցանցանման, որ մարդիկ նաև իրար տեսնեն։ Դուք բոլորս է շատ լավ գիտենք, չէ՞, որ այնպես են բարձրացնում, որ ոչ մի բան իրարից ոչ տեսանելի լինի, ոչ էլ շփում լինի, ու ճիշտ եք ասում, որ այս բանավեճը միանշանակ կարևոր է մեր համար։ Պարոն Թորոսյան, տեսեք, շատ ճիշտ եք ամրոցի տրամաբանությամբ, իսկ ինչ որ ամրոցի պատից են կողմա, ինքը պոտենցիալ սպառնալիք է։ Այդ թվում իրավակարգը, այդ թվում պետությունը, ոչինչ որ դա քո պետությունն է։ Այդ թվում իրավակարգը ու մնացած ամեն ինչը։ Սա ֆունդամենտալ, սա մենք ենք, ոնց մենք ընկալում ենք ինքներս մեզ, մեր պետությունը։ Հիմա շատ բան է փոխվում, բայց մենք չենք հիշում։ Մենք չենք հիշում ուղղակի դա, որովհետև չի ուսումնասիրվել, որ այդ մտածողությամբ, երբ որ Հայաստանում սկսեցին ավելի շատ տարածվել սրճարաններ, ռեստորաններ եւ այլն, ամեն կողքի սեղանը, մյուս կողքի սեղանին ընկալում էր որպես պոտենցիալ սպառնալիք։ Այո, հիմա դրա համար կամած հիմա որոշակիորեն դա փոխվել է։ Ամեն սեղանը կողքի սեղանին ընկալում էր որպես պոտենցիալ սպառնալիք։ Այստեղից է սկսել այդ խոսակցությունը, որին ես նույնիսկ կառավարող կուսակցության համաժողովի ընթացքում անդրադարձա, որ բազմաթիվ բաներ սկսում են նրանից ինչ ես տենց նայում։ Ինչ ես նայում ընդհանրապես։ Ինչ ես նայում։ Դուք ասում եք տեսնել, բայց մի րոպե ոնց։ Ինչ ես նայում։ Որովհետև նայելը արդեն բան է, առաջին արձագանքն է նա, որ եթե ինչ որ մեկին նայում է, ուրեմն ինչ որ մի բան պլանավորում է, ոչ են, եւ դա պետքա կասեցնել։ Բնում խեղդել այդ սպառնալից մտադրությունը, համեցեք, պարոն Միրզոյան։ Պարոն վարչապետ, իրականում չափազանց խորքային ու շատ կարևոր մտածողություն ձևավորող թեմաներ ենք շոշափում եւ քանի որ այդքան փորեցինք եւ հասանք ստեղ, մի բան էլ ես ասեմ։ Այո, այդ պարիսպները ստեղծված են, որովհետեւ այդ պարիսպից ներս իմն է եւ այդտեղ կա իրավակարգ, պարիսպից դուրս իմը չի եւ ինձ ոչինչ հետաքրքիր չի, բայց սա եկեք արձանագրենք, որ օբյեկտիվ պատճառներ ունի, որովհետեւ 1000 տարի մենք պետություն չենք ունեցել։ Դա եղել է այլ մարդու, այլ ազգի պետությունը եւ մենք այդտեղ եղել ենք քաղաքացի եւ մերը եղել է մենակ այդ պարիսպից ներսը։ Դրա համար հարկահավաքն է մերը չի հարկեր չենք սիրում վճարել, ոստիկանը մերը չի եղել, ոստիկանը չենք սիրում իրանց բան կարգավորումներին, հա։ Եվ հիմա այս տրանսֆորմացիան է, որ պետքա տեղ ունենա, այդ պարիսպները պետքա իջնեն, հարկերը մենք պետքա տանք, որ ոչ միայն մեր պարիսպից ներս սիրուն եւ բարեկարգ լինի, այլ պարիսպից դուրս էլ մայթ կառուցվի, գունավոր դպրոց կառուցվի եւ այլն։ Այսինքն մենք ճիշտ այդ տրանսֆորմացիայի մեջտեղն ենք, բոլոր process-ներն են նորմալ են, օբյեկտիվ են, պետքա տենց քիչ-քիչ առաջ գնալ։ Այստեղ մի նրբություն կա, պարոն Միրզոյան։ Եվ ես էլի այդ բանախոսությունները, որոնք հիմնականում չեն լուսաբանում, դրան անդրադառնում եմ։ Ես ասում եմ, երբ որ հաղթահարման առաջին քայլը դա ճանաչելն է։ Դրա մասին խոսելն է։ Ինչ եմ ես կառավարության նիստում սրա մասին խոսում, կամ ինչ եմ ընդհանրապես սրա մասին խոսում։ Որովհետև հաղթահարման առաջին ձևը եւ ես դա ճանաչել եմ շատ տրիվիալ մի օրինակով, որի մասին չեմ խոսա կառավարության նիստում, բայց այդ բանախոսությունների ժամանակ խոսում եմ։ Շատ տրիվիալ կենցաղային օրինակով եմ հասկացել, որ միջև խնդրի մասին չխոսես, խնդրեմ չես կարող հաղթահարել։ Համեցեք, պարոն Թովմասյան։ Շնորհակալություն, մեծարգո պարոն վարչապետ, մի տեղեկատվություն եմ ուզում ձեզ փոխանցել, որ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության եւ նախարարի ակտիվ մասնակցությամբ
մենք հաստատել ենք մեկ մագիստրոսական կրթական ծրագիր, որի թույլտվությունը արդեն ստացել ենք ճարտարապետության շինարարության ազգային համալսարանում, դա կոչվում է անշարժ գույքի զարգացում եւ տարածական պլանավորում եւ այդտեղ հենց դիտարկվում են այս բոլոր խնդիրները եւ կրթական մակարդակում մենք պլանավորում ենք ներդնել եւ պատրաստել մասնագետներ, որոնք միգուցե ես տերմինը ճիշտ չկարողանամ թարգմանել, բայց ինքը կոչվում է place making անգլերեն եւ urban form, այսպես ասված, եւ այդ առարկայի շրջանակում ամբողջովին դիտարկվելու են այս եւ նմանատիպ բազմաթիվ այլ խնդիրներ եւ մասնագետները արդեն շուկա դուրս կգան բավականաչափ մեծ գիտելիքներով։ Շնորհակալություն։ Շատ լավ։ Այո, այդտեղ էլ է կրթություն, այդ կրթությունով անցնում։ Համեցեք կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, ես ուղղակի ուզում եմ ասել, որ մենք ունենք իրականում հետազոտողներ, որոնք այս թեմաներին անդրադառնում են եւ դրանք իսկապես շատ խորքային ու կարևոր ուսումնասիրության թեմաներ են ու նաեւ այդ ուսումնասիրության ձևերը ակնհայտ են եւ որոշված են, մասնավորապես օրինակ կա առօրեականության սոցիոլոգիա, որը հնարավորություն է տալիս ուսումնասիրել մեր առօրյա կառուցվածքները, որոնք շատ հաճախ մեզ համար աննկատ են, բայց մեր կյանքը պայմանավորող եւ ամենակարևոր որոշումները պայմանավորող կառուցվածքներն են, բայց ուրախ եմ, որ դուք այդ մասին խոսեցիք, որտեվ գիտության զարգացման մասին խոսելիս մենք սովորություն ունենք առավելապես շեշտադրել բնական գիտությունները, տեխնոլոգիաները, ինչը իսկապես կարևոր է եւ ֆունդամենտալ է, բայց այս խոսակցությունը վկայում է նրա մասին, որ առանց հումանիտար եւ հասարակական գիտությունների զարգացման մենք չենք կարող իրական հանրային եւ տնտեսական զարգացում ապահովել եւ ես ուրախ եմ, որ գիտության զարգացման ռազմավարությունը, որը մենք բոլորովին վերջերս հաստատեցինք, բալանսավորված է այդ իմաստով եւ շեշտադրում է հումանիտար եւ հասարակական գիտությունների զարգացումը եւ կարծում եմ, որ մենք այս ուղղությամբ պետք է նաեւ շատ ավելի նախաձեռնող լինենք, ուղղորդելով, ձևակերպելով այն թեմաները, որոնք նաև մեր հետազոտողների ուշադրությունը կհրավիրեն, ու այն ծրագրերը, որ այսօր իրականացնում է կառավարությունը, իսկապես այդ հանրային կառուցվածքների փոփոխության են բերում, եւ մենք կքննարկենք նաև մեր օրինակ Երևանի Պետական Համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետը կարծում եմ, որ կարող է շատ ակտիվ ներգրավել այս ծրագրերի ազդեցությունները ուսումնասիրելու եւ դրանք նաև կառավարությանը ներկայացնելու ուղղությամբ։